մենք Գլաձոր գյուղում ենք ընկերներ, այսօր շատ հզոր օր է։ Մեր հերոս Դավիթ Դավթյանի մայրիկի Լիլիթ Քույրիկի ծննդյան օրն է։ Բոլորը ձեզ շատ են սիրում, հեն այն փուճուրից սկսեցին, է։ Հոգան նվիր, ինձ ասել են, որ ուրախանալու եք տենալուց։ Ով կլինի։ Մենք էլ գնում ենք անենք, հենց որ հասնենք ավտոն, որ այդանք եկել նաև նրա փեսան եւ դուստերը, առաջին իրենք են շնորհավորելու, երկրորդը մենք, իսկ երրորդը արդեն Ռուսաստանի ժամանած հյուրերն են ներս մտնելու։ Բարեկամներ, հարգանքներս երեկոյան Գլաձորից, մենք Գլաձոր գյուղում ենք ընկերներ, այսօր շատ հզոր օր է, այսօր սրբության ծննդյան օր է։ Մեր հերոս Դավիթ Դավթյանի մայրիկի Լիլիթ Քույրիկի ծննդյան օրն է եւ այդ առիթով իրեն հյուր են եկել տալը եւ տեքերը մի խոսքով եւ փեսան, էլի։ Եկել են ուրախացնելու, ծննդյան օրը շնորհավորելու, հիմա նրանք մեզ այստեղ սպասում են։ Իսկ մենք գնանք ու միասին մտնենք գեղեցիկ անակնկալ կազմակերպենք Լիլիթ Քույրիկի համար, նրան ուրախացնենք, չէ՞ որ մեր Դավիթը հզոր անուշ աղբերա 44-օրյա պատերազմի այն բացառիկ ուժեղ կռիվ տված աղբերներից ա, որ ցավոք զոհվեց կռվի ժամանակ թշնամու դեմ հանդիման Շուշիի մատույցներում Դավիթը երկու ավտոմատով կռվել է թշնամու զորքերի դեմ եւ կարողացել է իր ընկերների թիկունքը պահել, մինչեւ ընկերները նահանջեն։ Ինքը վիրավորում ստանալ պատճառով մնացել է ու կռվել ոսոխի դեմ, քաջաբար, ես վստահաբար կարող եմ ասել, որ նա հաղթել է, հաղթում է եւ նա մեր հետ է, մեր աղբերը։ Դավիթ Արմանի Դավթյան ծնվել է 2002 թվականին Վայոց ձորի մարզի գյուղ Գլաձորում։ Զորակոչվել է բանակ 2020 թվականի հուլիսին, ծառայության է անցել Հադրութում։ Պատերազմը սկսելուն պես տեղափոխվել է Ֆիզուլի, այնուհետև Շուշի։ Վիրավորվել է, բայց չի ընկրկել։ Միաժամանակ երկու ինքնաձիգից կրակ բացել թշնամու ուղղությամբ։ Զոհվել է քաջաբար նոյեմբերի 7-ին Շուշիում, իր վրա վերցնելով թշնամու շուրջ 30 փամփուշտ։ Այնպես որ այսօրվա անակնկալի մեջ նաև նա է ներկա։ Բարեկամներ, ահա կամաց մոտենում են գնանք Լիլիթ Քույրիկի ծննդը շնորհավորենք, բայց մենք արդեն մեր տվյալներով իմացանք, որ այստեղ է եկել նաև նրա փեսան եւ դուստերը, առաջին իրենք են շնորհավորելու, երկրորդը մենք, իսկ երրորդը արդեն Ռուսաստանի ժամանած հյուրերն են ներս մտնելու, տալը եւ տալն ու տեքերը, հա, եւ իհարկե փեսան, ասում է փեսան ասմոզի շատ են սիրում, ինքն էլ Մարտուն ու Երանոց գյուղից է։ Այդպես եկել են, էլի։ Հիմա մենք քայլում ենք մեր Դավիթի մանկության ճանապարհով։ Դավիթը այստեղ է մեծացել մեր հերոսը, մեր հզոր աղբերը, այստեղ է ֆուտբոլ խաղաց է, խաղեր խաղաց է զանազան տարատեսակ, այս հայ ուժեղ աղբեր դաստիարակվել է ու գնաց է բանակ։ Եվ հենց այս թաղի, այս գյուղի էներգետիկան ու զորությունն է իրան այդպես ուժեղ դարձել է, որ նա կյանքի ու մահվան մեջ ընտրություն է արել հավերժանալը, հավերժացել է իր հզոր պահվածքով, ընդ արդեն մոմսալու դվարին, ահա, անակնկալն ես ֆիքսում, հա, խաղողի թարմայից այն կողմ, ուրախ պահեր են բարեկամներս, հետ արի, Վարդանը հիմա մոտենում է գաղտնագողի ու նկարում է անակնկալի առաջին մասը, որը որ փեսան է կազմակերպել դստեր հետ միասին, իսկ հիմա քիչ գալիս է մեր հերթը։ Լսի, բա կաղա երեխու անունը, աղջիկա, տղա է երեխան։ Թորնիկը աղջիկա։ Всё, տադադադամ։ Լսի, առաջանում եք, ստե սպասում եք, որ ասում եմ ծաղիկը ես չեմ նվիրելու, առաջանում եք։ Մերոպե, այսինքն ելնում է, որ դու քո մամայի հետ ես եկել, չէ՞։ Իմ քրոջ տղեն է։ Հա, դե всё,
Գնացին։ Եկեք։ Դե իհարկե մենք մեր համար անցնում ենք, հետո իմացանք, որ շատ լավ մարդու սրբության ծննդյան օր է։ Ձեր ծննդյան օրը Լիլիթ Գույրիկ ծափեր տանք, հա, մի հատ հավեսով ծափեր տվեք, մենք եկել ենք ձեր ծննդյան օրը շնորհավորենք շատ կարևոր մարդկանց կողմից։ Բա, սալյուտ շնչեցի։ Շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը։ Առողջ լինեք, լավ լինեք, միշտ սիրված։ Ու չեմ էլ կասկածում, որ ձեզ շատ են սիրում։ Բոլորը ձեզ շատ են սիրում, հեն այն փուճուրից սկսեցին, Լավ լինեք, առողջ լինեք, եկել ենք ձեզ ուրախացնենք, բայց թե ում կողմից հələ չեմ ասում, հա, չասեմ, հա, հələ։ Աստուծո տրված հրեշտակ մեր կյանքի Ապեր թողնցեն։ Այս քաղցրությունը տամ ձեզ։ Կասկածներ կան ում կողմից, հա։ Հա։ Հա, հարազատներ են նրանք։ Եվ ասեմ, որ այդ հարազատները ես ծաղիկը հիմա չեմ նվիրի, թող երեխուն փոխանցեք ձեր աղջկան։ Այս ծաղիկները ով որ ձեր անակնկալը արել է, ես կուզեմ, որ ինքն էլ նվիրի։ Հետևաբար, որ ուզում եմ նվիրի, թող գա նվիրի։ Ինձ ասել են, որ ուրախանալու եք տենալուց, ով կլինի։ Ախ ինչքան եմ սիրում քեզ Իմ աչքի լույսին կես Իմ օգու անվան Քեզ հետ եմ քայլի մարել առաջին Ուր ես գնում ուր Խնդրում եմ ձեռքը տուր Մեկ անգամ էլ գրկեմ Են դարանակալիր, հա, թավ։ Ինչքան եմ սիրում քեզ Իմ աչքի լույսին կես Իմ օգու Աշկատ լույսը դե։ Ազատ ախիրնի հավատան։ Ճանապարհի կան քելնդը պայթացել, այնտե որ երևաս։ Հադար։ Ախպեր, թնդանոց չենք պայթցնում։ Բա բաժակը ուր է։ Որտեղ են բաժակները։ Չէ, սպասի, կբերեմ։ Երա բաժակ խաղ դինասը մեզ օրը ծնունդի։ Լտես ես հիմա հազի պահում եմ շոմպայնի պռոկան։ Հա, չէ, ես չեմ թողի թռնի։ Արդեն պահել եմ, հա։ Առաջինը չի, հա։ Այելի։ Հոբելյարին բաժակը, ով այք է Ռուսաստանից, եկեք։ Հիմա պատրաստ։ Արի, դու էլ արի։ Որեսի, բայց հետաքրքիր շոմպայն է, ես պայթունով թող ուրախությունը լսվի ձեր օջախ, այսօր շատ լավ կարևոր օր է ու բոլորն են, ուրախ եք, չէ, ծափերը չմոռանաք, ծափեր տվեք, շնորհավորանքներ, բայց ես պետք է մի հատ հարց տամ, փեսային որ տեսակ ուրախացաք, իմ մարտունեցի աղբորը որ տեսակ ուրախացաք, ուրախ եք, ասած անձի շատ են սիրում, ես էլ եմ է փեսա, բա որ ուրախացել են, արի բաժակ վերց, Ես ճիշտ ասած ցավը ուրախացիր ես փեսային որ տեսար, հետ եմ զորախ։ հա դաս, Եկան ուրախ եմ ցավը տանեմ։ Որ ես եկա շատ ուրախացա, որ ես դին ասեմ, որ պետք է թյուր աղբեր ընկաներ։ ես փեսայի մասին եմ ասել, փեսան աղբեր ես, աղբեր նկատում ես փեսան, թե իսկական աղբորը։ Վсё, վերջ։ Որովհետև ես ճշտումներ եմ արել, էլի։ 5 անգամ զանգել եմ ճշտմակ, հա։ Բայց եկեք արդարության համար նկատենք էլի փեսա ունենք տախ։ Վարդան արի։ Դե մի հատ իրար հետ խփեք։ Սերգեն փեսայի։ Սերգեն փեսա չի։ Մեր Սերգեն, բայց փեսակ չի։ Խմեք, դավայ, վերցեք մատ խփեք։ Ասեմ, շնորհավոր Լիլիթ ջան, ուրախանում, ես առողջություն, ամենալավ բաներն ապրել։ Այսուհետ միայն ուրախություն։
Լիլիթ քույրիկ լավ լնես, առողջ լնես։ Դե ձեր ընտանիքին էլ բարգավաճում, սեր, ինչպես միշտ։ Մենք էլ միշտ հավեր շնորհակալ ենք ձեզ մեր Դավիթի համար։ Դավիթը մեր հետ է միշտ։ Դե ձեզ լավ որ ոտներս խերով ձեր օջախ։ Բարեկամներ։ Մենք հիմա ուղևորվում ենք դուզ Եղեգնաձոր, որովհետև Եղեգնաձոր նույնպես ունենք Հոբելյար անունը։ Մոռացա։ Դու իմ սիրած ձևերով ես անում։ Դավայ ցավը տանում։ Դե լանք, դավայ ցավը տան, լավ մնա։ Բարեկամներ հիմա գնում ենք ուղիղ Եղեգնաձոր, որովհետև Եղեգնաձոր էլ ունենք Հոբելյար 22-ամյա հրաշք մի աղջնակ, ում Հայդիկը ընկերների հետ որոշել է անակնկալ անի դստերը, մենք էլ գնում ենք անենք, հենց որ հասնենք ավտոն, որ եթանք։ Լավ է, էլի մեր մոտ որ անվտանգը, արխային բանալի բան թողել են վրանը, տենց եկել ենք։ Հա։